Վարձով տված բնակարաններից քաղաքացիները 143%-ով շատ հարկ են վճարել բյուջե։ Սա արդյունքներից մեկն է, որ պետությունը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման գործընթացից, տպավորիչ ցուցանիշներ է հրապարակել ՊԵԿ փոխնախագահը։ 23 թվականի արդյունքներով հավաքագրել էինք 4.5 միլիարդ դրամ եկամուտ, այս տարվա, այսինքն 24 թվականի հայտարարման արդյունքներով մենք հավաքագրել ենք 8.7 միլիարդ դրամի, այսինքն հայտարարվել է 8.7 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի շատ է։ Մեկ շաբաթից քիչ ավելի է, ինչ համակարգն ակտիվացել ու մարդկանց թույլ է տալիս լրացնել արդեն 2025 թվականի հայտարարագիրը։ Այն այս տարվանից պետք է ներկայացնեն երկրի ռեզիդենտ բոլոր քաղաքացիները, ներառյալ թոշակառուները, նպաստառուները։ Խնդիրներից խուսափելու նպատակով նրանց ստացած սոցիալական հատկացումների մասին ամբողջական տեղեկատվությունը ներառվել է ծրագրում, այնպես որ եթե ոչինչ չանեն էլ նոյեմբերի 1-ից հետո տվյալ հայտարարագրերն ավտոմատ կգեներացվեն։ Անհանգստանալու կարիք չկա, տատիկ պապիկներին վստահեցնում է Ռաֆայել Գևորգյանը։ Եթե թոշակառուն այլ եկամուտ չի ստացել, քան թոշակն է, այսինքն օրինակ թոշակառու մեր հայրենակիցները չունեն անշարժ գույք, որը վարձակալությամբ են հանձնել եւ հանձնել են այլ ֆիզիկական անձի եւ այսպիսով չկա հարկային գործակալ։ Նմանատիպ եթե դեպքեր չկան, այսինքն նա բացառապես ստացել է օրինակ թոշակ պետությունից, այդ տեղեկատվությունը արդեն իսկ նախալրացված է համակարգում եւ ըստ էության նրանք որևէ լրացուցիչ անելու բան չունեն, կգա վերջնաժամկետը, մենք այդ տեղեկատվությունը կհամարենք ամբողջական եւ հանձնված կհամարենք ՊԵԿ-ին։ Հայտարարագիրն ինքնուրույն լրացնողներին ՊԵԿ-ից հիշեցնում են նվիրատվություն ստացած գումարը 300,000 դրամ կլինի 1 միլիոն թե դրանից ավելի Հայաստանում համարվում է չհարկվող եկամուտ, ծրագրում այն նշելու կարիք չկա, եթե իհարկե ոմանք չեն փորձում ֆրիլանս իրենց աշխատանքի դիմաց վարձատրությունը ներկայացնել որպես ամեն ամիս ստացվող նվեր գումար։ IT ոլորտում քիչ չեն արտասահմանյան կազմակերպությունների համար օնլայն փողաշխատողները, այդ առումով հայտարարագրումը ստվերային շրջանառություն բացահայտել է, հետաքրքրվեցին լրագրողները։ Այս ամենը ստվերային եկամուտներ բացահայտելու եւ այլն հավելյալ ինչ-որ վարչարական գործիքական կիրառելու մասին չէ։ Ըստ Գևորգյանի հայտարարագրման միջոցով ՊԵԿ-ը նպատակ ունի քաղաքացիական նոր մշակույթ ձևավորել, անձին հնարավորություն է տալիս տեսնի ինքն ինչքան հարկ է վճարում երկրին։ Գործընթացից ի դեպ շատերը շահած են դուրս եկել, քանի որ պետությունը սոցիալական կրեդիտի տեսքով անցած տարի բավական կլորիկ գումար է բաշխել բնակչությանը։ Մենք տրամադրել ենք 5.8 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ փոխհատուցում, դրա իհարկե էական մասը կրթական ոլորտի սոցիալական կրեդիտներն են եղել։ Միջին սոցիալական կրեդիտի միջին ստացած գումարը եղել է 73,000 դրամին մոտ, եթե չեմ սխալվում։ Կրթական ու առողջության ապահովագրությունից բացի նոր կրեդիտ առաջիկայում կավելանա, թե ոչ ֆինանսների նախարարությունն է որոշողը։ Վերջերս մեծ խումբ պարզեցումներ արեցին, իրենց գործը հայտարարագրումը կազմակերպելն է, ասում են ՊԵԿ-ից պնդում։ Կոմիտեի սպասարկման կենտրոններն ու թեժ գիծը պատրաստ են հարցերի դեպքում օգնել քաղաքացիներին, բայց ոչ լրացնել նրանց փոխարեն։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։